Արքայագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներ քիչ անց կանգնելու են դատարանի առջև որպես մեղադրյալներ։ Մենք արդեն իսկ հայտարարությունը, որ այստեղ ենք ներկա լինելու հայտարարության մեջ նշել ենք, մենք հայ ենք, մենք քրիստոնյա ենք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Գագիկ Ծառուկյանը, որը այսօր գտնվում է բանտում այս իշխանության քաղաքական հետապնդումների հետևանքով, այնուամենայնիվ առաջնայինը միշտ համարել ենք երկու բան եւ դուք բոլորդ գիտեք։ Առաջինը, մենք հայ ենք։ Մենք հայ ենք, իսկ հայ լինելը դա լոկ ազգանունը չի եւ, չգիտեմ, անձնագրի առկայությունը չի եւ լեզվի իմացությունը չի։ Հայը դա մի կարգավիճակ է, որը իր մեջ կարևորագույն բաղադրիչներից մեկը ներառում է քրիստոնյա լինելը։ Հայ առաքելական եկեղեցու խոնար զավակներ ենք մենք բոլորս։ Եվ այս պարագայում մենք չէինք կարող այստեղ չլինենք, որովհետև այնինչ այսօր կատարվում է, սա ուղղակի, գիտեք, մենք փորձում ենք որակավորումներ տալ մի երևույթի, որը ընդհանրապես որակավորումներից դուրս է, որովհետև այստեղ մեր բոլորիս խնդիրն է։ Այստեղ մեր բոլորիս խնդիրն է եւ այս տանկները, այս ուղղակի աննորմալ իրավիճակը, որին մենք ականատես ենք, թե հոգևոր իշխանության, այո իշխանության, թող ոչ ոք չսխալվի, հենց իշխանության, այո, կաթողիկոսի դեմ, մեր եկեղեցու դեմ, վեհապարների դեմ, թե քաղաքական առումով ինչքան են հիմա քաղբանտարկյալները, թե առհասարակ բոլոր այն գործընթացների, որոնց մենք ականատես ենք եւ եւս մեկ անգամ կրկնեմ, այն ինչ կատարում է այսօր Գագիկ Ծառուկյանի հետ, ամենացայտուն օրինակն է, թե ոնց են տանում, եթե մենք ընդհանուր առմամբ նայում ենք ընդհանուր կոմպլեքսը գործողությունների, թե ոնց է երկիրը դեպի անդունդ հետևողականորեն տանում, այո, տանում, ես ընդգծում եմ այս իշխանությունը։ Ինչ վերաբերվում է այսօրվա գործընթացներին, գիտեք, ուղղակի մարդու գլխի մեջ չի տեղավորվում, չնայած մի բան կարող եմ ասել, չեն հասնելու իրենց ուզած նպատակին այն ուժերը, թե ներքին, թե արտաքին, որոնք որոշել են հայի ողնաշարը կոտրել։ Չի ստացվի, որովհետև գիտեք, ցավոք գոյություն ունի շատ մի ասենց հետաքրքիր իրավիճակ, երբ որ իրենք չեն սովորում հենց իրենց հոգևոր, եթե կարելի ասել, նախամեծերի քայլերին, հիշեք, կաթողիկոս էին խեղդում 37 թվականներ, տարբեր կայսրությունների ժամանակ, եկեղեցին մեզ նույնիսկ խոսել եւ մեր քրիստոնյա լինելը մեզ արգելվում էր։ Հիմա ուր են այդ արգելողները, իսկ ուր է հայկական եկեղեցին։ Չի ստացվի, պարզապես ինչ ասեմ, եւս մեկ անգամ, ես գիտեք, մեկ մտածում եմ, ասում եմ, այս իշխանությունը ինչ որ, գիտեք, ոնց որ սերիական մանյակ կլինի, որ ինչ որ մի իրավիճակ ստեղծի, որ ամոթի մեջ չլնենք մենք սաղս։ Հասկացան քաղաքականությունա, բանը, բայց այդ գիտեք այդ մոլուցկը, առաջացնել մի իրավիճակ, որ հայը պետք է գլուխը բանան ծուր մանգա։ Ես էդի չեմ հասկանում, ես չեմ հասկանում, սա ինչ որ խորը, քաղաքական առումով հոգեբանական բարդույթ, ինչա, հանգիստ թողեք եկեղեցուն, հանգիստ թողեք առավոտից երեկոն ժողովրդից են խոսում։ Բայց ես մի բան եմ հասկացել, փաստորեն ստացվում է, որ իրենց պատկերացմամբ ժողովուրդը միայն այն մարդիկն են, ովքեր իրենց են սատարում, չարաչար սխալվում են։ Հայ ժողովուրդը, հայոց եկեղեցին, հայոց ամրությունը ինքը միևնույն է հաղթելու է, եւ այո, ամոթալի իրավիճակ է, այո, յուրաքանչյուր հայ մարդ, իսկական հայ մարդ, վստահաբար այս կադրերը նայելով, ինքը ներողություն, վստահաբար այս կադրերը նայելով յուրաքանչյուր հայ մարդ ամոթ է ապրում, եւ այո, ազատություն, Գագիկ Ծառուկյանին, ազատություն, բոլոր քաղբանտարկյալներին, վերջ տվեք, ես իրականում եմ ասում, վերջը, իշխանությանը չեմ ասում, այն մարդկանց, ովքեր ցավոք իշխանության այդ պրոպագանդայից արդեն իրենք են իրենց կորցրել, վերջ տվեք մի պրոցեսի, որը ձեզ զրկում է հայ լինելուց, այսենց ասենք, չեք հասկանում։